Տիկնայք և պարոնայք, եվս մեկ անգամ ողջունում ենք մեր բոլոր հետևորդներին, հեռուստահետողներին և իհարկե մեր հյուրերին։ Եվրոմեդիա 24 միջազգային հեռուստաալիքը 1 տարեկան է։ 1 տարվա ընթացքում ալիքը կարողացել է կայանալ որպես վստահելի, արդիական և բազմակողմանի տեղեկատվության աղբյուր, միավորելով տարբեր երկրներում ապրող հայերին և ներկայացնելով Հայաստանի ու Սփյուռքի ձայնը միջազգային հարթակում։ Եվրոմեդիա 24-ը իր մասնագիտական թիմի ջանքերով նպաստում է ազատ խոսքի, ճշգրիտ լրատվության և որակյալ վերլուծության զարգացմանը։ Մաղթում ենք ալիքին շարունակական աճ, նոր ստեղծագործական ձեռքբերումներ, լայն լսարան և անսպար եթերային գաղափարներ։ Թող առաջիկա տարիները լինեն նոր հաղթանակների, վստահելի գործընկերությունների և միջազգային ճանաչման ուղի։ Շնորհավոր տարեդարձդ Եվրոմեդիա 24։ Of all people is in the dream that you had so long ago that lives in all of the hearts of people who believe you. We'll make the dream become a reality. I know we will, because our hearts tell us so. Ուղիղ 14 տարի է, որ ես ստեղծեցի առաջի լրատվական կայքը, երբ այստեղ ներկա են քաղաքական բազմաթիվ առաջնորդներ, էքսպերտներ, հանրային գործիչներ կփաստեն, որ այդ 2010-11 թվականին դեռ մի քանի կայք էր գործում Հայաստանում եւ ամեն մեկը ով քնից արթնանում էր, կայք չէր բացում, դրա համար պետք էր լուրջ հմտություն, լուրջ թիմ ու շատ լուրջ սկզբունքայնություն, որովհետեւ այդ իրավիճակը չէր ինչպես այսօր եւ մենք մեր համախոհներով առաջինը բացեցինք lurեր.com կայքը, որը մի քանի ամիսների ընթացքում դարձավ իրոք մեդիադաշտի առաջատարներից մեկը։ Սակայն մենք նորից ելնելով մեր ամբիցիաներից, մեր սկզբունքայնությունից եւ այն պատկերացումից, որ երկրում իրոք ինչ որ բան բացակայում է, բացեցինք Եվրոմեդիա 24-ը։ Եվրոմեդիա 24-ի բացման ժամանակ բոլորը իրանց հարց էին տալի, որ նիշան է, որ մասն է, որ պետք է մենք զբաղացնենք։ Մենք վերցրեցինք ամենակարևոր մասը, դա օբյեկտիվությունն էր, եւ դարձանք հարթակ եւ շատ եզակի հեռուստաընկերություններից մեկը, որը բաց է բոլորի համար եւ բոլորը կարողանում են արտահայտել իրենց կարծիքը, իրենց մոտեցումները եւ փորձառու քաղաքական դեմքեր եւ նոր քայլեր քաղաքականության հանրային կյանքում նոր քայլեր անող մարդիկ։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է եւ ապրում է իր ոչ ամենալավ օրերը եւ տարիները։ Եվ ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ անկախ իր զբաղեցրած պաշտոնից եւ աշխատանքից պետք է իր մեջ կրի առաքելություն։ Առաքելություն փոխելու ինչ որ մի բան դեպի դրականը։ Ես համոզված եմ, որ Եվրոմեդիա 24-ի եւ lurեր.com-ի թիմը այդ գաղափարով ապրել է, ապրում է եւ շարունակելու է ապրել։ Նույնը ցանկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում այս երկիրը, ովքեր որ պատրաստ են հանուն մեր երկրի անձնազոհության, պատրաստ են իրանց եսը
դնել ավելի երկրորդական եւ փորձել մեր երկրում ինչ որ բան ամեն մարդ իր տեղում բժիշկ դա կլինի բժիշկ, մանկավարժ, լրագրող, աշխատավոր, ինչ որ արժեք ստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին, շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին եւ թող Աստված լինի բոլորիս պահապան։ Հանրային կյանքում խոսքը ուժ է, եւ այն թե ով է այդ խոսքը փոխանցում, որոշիչ նշանակություն ունի։ Եվրոմեդիա 24 միջազգային հեռուստաընկերությունը կամուրջ է հասարակության եւ իրականության միջև։ Եվրոմեդիա 24-ը հենց այդ կարևոր առաքելությամբ առաջնորդեց իր ճանապարհը 1 տարի առաջ, ի սկզբանե որպես էլեկտրոնային հարթակ, ապա կարճ ժամանակում դարձավ կաբելային հեռուստաընկերություն, իր խոսքը հասցնելով ավելի լայն լսարանին, թե Հայաստանում, թե Եվրոպայում եւ թե Ռուսաստանում։ Եվրոմեդիա 24 միջազգային հեռուստաընկերությունն ունի հատուկ թղթակիցներ եւ վերլուծաբաններ աշխարհի տարբեր երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, François Dubois de Paris, spécialement pour Euromédia 24. Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Kelsey Shea, Washington, Euromedia 24. եւ այլ երկրներում։ Նրանք օգնում են արագ զարգացող քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործընթացներից տեղեկացված պահել լայն հասարակական շերտերին։ Եվրոմեդիա 24-ը միջազգային լրատվամիջոց է, որն ունի դեր, ձայն եւ պատասխանատվություն հանրային կյանքում ու լայն գործընթացներում։ Եվրոմեդիա 24-ի թիմում են պրոֆեսիոնալ մեդիա մենեջերներ, վերլուծաբաններ, փորձագետներ եւ լրագրողներ։ Եվրոմեդիա 24-ն ունի բազմաթիվ նախագծեր՝ Status Quo, Պրոյեկտ, Լավագույն բժիշկ, Լույսը վարիր, IQ Battle, տաղավարային հարցազրույցներ։ Եվրոմեդիա 24-ում է, որ բանավիճում են հասարակական քաղաքական գործիչներ, որոնք գտնվում են հակադիր բևեռներում, եւ ամենտեղ հաղթում է ճշմարտությունը եւ միմյանց նկատմամբ հարգանքը։ Եվրոմեդիա 24-ն այն տեղն է, որտեղ տարբեր փորձագետներ եւ հանրային գործիչներ կարողանում են առանց կաշկանդվելու արտահայտել իրենց մտքերը օրվա հրատապ լուրի, կառավարության որոշումների եւ օրենսդրական ակտերի մասին։ Եվրոմեդիա 24 միջազգային հեռուստաընկերությունն օպերատիվ անդրադարձ է անում աշխարհում տեղի ունեցող կարևոր գործընթացներին, իր լրահոսում յուրովի մեկնաբանելով եւ ցուցադրելով կատարվող իրադարձությունները, ինչպես նաեւ հրապարակում է հեղինակավոր պարբերականներից թարգմանված հոդվածներ։ Եվրոմեդիա 24-ը ժողովրդի եւ ժողովրդավարության ձայնն է։ Այն կա ու միշտ կմնա անկախ քաղաքական, աշխարհաքաղաքական եւ այլ վայրիվերումներից։ Եվրոմեդիա 24 մտքի ազատություն։